Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանները բացահայտել են Մուրացյանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը։ Կան կալանավորված անձինք։ Հուլիսի 23-ին քրեական ոստիկանները Դիլիջան քաղաքի հասցեներից մեկում հայտնաբերել, սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալել եւ նախաքննական մարմին են ներկայացրել Աբովյան քաղաքի բնակիչ 32-ամյա եւ Երևանի բնակիչ 27-ամյա երկու տղամարդու։ Նույն օրը հայտնաբերվել, ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա մի տղամարդ։ Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին մայրաքաղաքի Մուրացյանի փողոցում տեղի ունեցած միջադեպից հետո ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների անհետաձգելի օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ ճշտվել էր դեպքի մասնակից անձանց ինքնությունը, մեկ անձ ձերբակալվել եւ ներկայացվել էր նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են, նախաքննությունը շարունակվում է։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել, հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենգզինամթերք, թմրամիջոցներ։ Քրեական հակումներ ունեցող տարերին պահել ուշադրության կենտրոնում, ապահովել հանրային անվտանգությունը, կանխել հանցավոր դրսևորումները։ Օպերատիվ իրավիճակի կայունության ապահովման նպատակով ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հուլիսի 22-ին հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է հատուկ միջոցառումներ։ Ոստիկանության ծառայողները շրջայցեր եւ ստուգողական գործողություն են իրականացրել բակային տարածքներում, հավաքատեղիներում, հանրային տարածքներում։ Ուշադրության կենտրոնում են եղել մասնավորապես այն վայրերը, որտեղ առկա է իրավախախտումների կամ հանցավոր դրսևորումների ռիսկ։ Հատուկ միջոցառումների արդյունքում ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները հայտնաբերել են քրեական հակումներ ունեցող անձանց, հետախուզվողների, ապօրինի պահվող զենգզինամթերք, թմրամիջոցներ եւ այլն։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հասարակական կարգի պահպանման, հանցավորության կանխարգելման եւ հանրային անվտանգության ապահովման նպատակով հետեւողականորեն շարունակելու է իրականացնել օպերատիվ կանխարգելիչ միջոցառումներ հանրապետության ողջ տարածքում։ Վաղարշապատի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել։ Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 20-ին Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում հայտնաբերել, գողության կասկածանքով ձերբակալել եւ բաժին են տեղափոխել Ծաղկուն գյուղի բնակիչ 29-ամյա մի երիտասարդի։ Պարզվել է, որ նա նույն օրը ժամը 7-ից 10 ընկած ժամանակահատվածում մուտքի դռան փականը կոտրելու եղանակով մտել է Արտիմետ գյուղի բնակչի Էջմիածին Երևան ճանապարհին գտնվող բնակարան եւ գողացել զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ եւ աշխատանքային այլ գործիքներ։ Դուժողից ընդունվել է հաղորդում 29-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։ Եղեգնաձորի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել։ Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Վայք քաղաքի 70-ամյա բնակիչը Մալիշկա գյուղի բնակիչ 49-ամյա տղամարդու աջակցությամբ առանց լիցենզիայի եւ համապատասխան թույլտվության կազմակերպում է ապօրինի արդյունահանում։ Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց, պարզվեց, որ Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանում են հրաբխային բազալտ, քարը տեղափոխում Վայքում գտնվող 70-ամյա տղամարդուն պատկանող մշակման արտադրամաս եւ վաճառում։ Հունիսի 20-ին Եղեգնաձորի համայնքային ոստիկանները մեկնեցին բազալտի արդյունահանման տարածք, որտեղ ձերբակալեցին եւ բաժին տեղափոխեցին աջակցող 49-ամյա տղամարդուն ու եւս 4 հոգու։ Նրանց շահագործած ավտոկռունկն ու բազալտի հանքաքարով բարձած բեռնատարը տեղափոխվեցին պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ նախնական տվյալների պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս։ Հանգամանքները պարզվում են։ Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանու, առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ վերին Շենգավիթի բնակիչ 17-ամյա մի պատանի ապօրինի ձեռք է բերում, պահում, օգտագործում եւ տեղադրելու միջոցով իրացնում է թմրանյութ։ Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ Հետագա օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 7-ին ժամը 19:30-ին Գարեգին Նժդեի փողոցում թմրանյութ տեղադրելու եւ թաքստոցը լուսանկարելու պահին տղան ձերբակալվեց ու տեղափոխվեց Շենգավիթի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց տարբեր գույների կպչուն ժապավեններով եւ մագնիսներով կաղավորված 26 փաթեթ, որոնց ընդհանուր քաշն ավելի քան 46 գրամ էր։ Տղան հայտնեց, որ փաթեթներով մարիխուանան ձեռք է բերել տելեգրամյան հավելվածի միջոցով իրացման նպատակով։ Ըստ նրա արդեն հասցրել էր 3 փաթեթ տեղադրել ու լուսանկարել։ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տեղադրված 3 փաթեթները նույնպես հայտնաբերվել են։ Նախաքննությունը շարունակվում է։